Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արասատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն քսալ մեր մանկութենեն սորված ենք Աստուծո տված դասնապանիա բադվիրանները։ Այդ բադվիրաններեն առաջին 4-ը ուղված են մեկ Աստուծո ճշմարիտ պաշտամունքին, իսկ 5-րդ բադվիրանեն մինչև վերջինը ուղված են մարդկային կյանքին։ Եվ հետաքրքրական է, որ 5-րդ բադվիրանը հետևյալն է. բադվե հայրդ ու մայրդ, Ելից 20-րդ գլուխ 13-րդ համար, եւ այս բադվիրանը առաջինն է, որ իր մեջ գբարունագե նաև խոստումը, երբ գսե բադվե հայրդ ու մայրդ, շարունակությունը բադվիրանին հետևյալը գսե, որբեսի միշտ փարիք գտնես եւ երկրի վրա կյանքդ երկար ըլլա։ Նույնը սիրելներ 5 դագարանի 2-րդ օրինաց գրքի 5-րդ գլխու 16-րդ համարի մեջ։ Ուրեմն խոստումը այն է, որ երբ բադվես հայրդ ու մայրդ, բադվե, որբեսի փարիք գտնես եւ կյանքդ երկար ըլլա։ Եղբայրներ եւ քույրեր, ծնողասիրությունը զավակներու բարդն ու բարդականությունն է։ Ինչպես որ ծնողներ իրենց զավակներու հանդեպ անդարբեր չեն, անշուշտ ցավի սիրտ երբեմն կտեսնվին ծնողներ, որոնք անդարբեր են, սակայն մեծավ մասամբ ծնողներ նվիրված են իրենց զավակներուն։ Անոնց ծնած բահեն նույնիսկ ատկի առաջ մայրը հղության շրջանեն, ծնած բահենը սկսյալ, երբ որ երեխան հիվանդ է, ցավի մեջ է, ծնողներ անկուն գիշերներ կանցնեն, գհսկեն անոր վրա, որբեսի բժշկեն, բուժեն, մինչև հասնեն զայն չափահաս տարիքի։ Սիրելի զավակներ, ինչպես կրնալալ, որ երբ մեծնակ անդարբեր մնաք ձեր ծնողներու նկատմամբ։ Սրդիս վրա խորունկ ցավ է, երբ դակավին հայրիկս ողջ էր, Աստված ողորմիր հոգին, եւ գատված ունեցավ, զինք անմիջապես փոխադրեցինք հիվանդանոց։ Վերագենտանացման սենյակ մտնել են 10 օր ետք, զինք բարձրացուցին բալատ։ Եվ սենյակի մեջ հորս հետ ուրիշ հիվանդ նարգար, Վալոտ բաբիկ։ Վալոտ բաբիկը մեր այդ սենյակը չհասնել են, մոտավորապես 3-4 օր առաջ այնտեղ էր։ Եվ հայրիկս, որ այդ բալադը, այդ սենյակի մեջ մնաց շուրջ 2 շաբաթ, 15 օր, Վալոտ բաբիկն այդտեղ էր։ Սակայն սրդի ցավով գուզեմ սիրելներ հայտել, սիրտս գուզեմ ձեր դիմացը փանալ, որովհետև այնքան դարաբեցա ոչ միայն ես, այլ նաև եղբայրներս, բոլորս ամենքս, օրտնյալ գողագիցս, քույրս, մայրս, մենք որ 24 ժամ այսպես հերթով եւ երբեմն միասնապար հայրիկիս վրա գհսկեինք, հայրիկիս մոտնեինք, գքաչալերեինք զինք, գխոսեինք, գաղոթեինք, իր հետ ժամանակ կանցնեինք 24 ժամ, այս Վալոտ հայրիկը, Վալոտ բաբին, որ շուրջ 20 օր այնտեղ մնաց, մեզի ցույց կտար իր զավակներուն, թորներուն, իր գնոջ, իր հարազատներուն պատկերները, իր փչիչային տելեֆոնի մեջ, մեծ ընտանիք էին։ Նաև ինք բادرազմի մասնակցած
մարդ էր, բայց այդ անցնող 20 օրերու ընթացքին նույնիսկ մեկ վարգյան մեկ հոգի այցելող չունեցավ։ Մեկ հոգի, ոչ գինը, ոչ զավակները, ոչ թորները եւ ոչ ալ ովև մեկը։ Եվ ինք ուրախությամբ անոնց մասին կպատմեր։ Միասին գաբրեին, ոչ ամուսնալուծված էին, ոչ մեկ բան։ Եվ ինքը զարմանար, որ մենք այդքան խնամ կդանեինք մեր հորը։ Եվ որ մը սրդի ցավով ասավ. այսքան հոգացած եմ ու մինչև հիմա գողքամ իմ զավակներուս ու թորներուս, բայց մեկը այցելության չգավ ինձի։ Վալոտ հայ բաբին նաև մեզի համար բաբի դարձած էր։ Գսեինք վալոտ բաբի, մենք ու հարազատներդ ենք, նոր հարազատներդ։ Այս պատմությունը պատմեցի սիրելներ ցեզի։ Մեկ հատ ցեզի ցույց տամ այս պատկերը։ Կտեսնեք ինչ է։ Հիվանդ հայրիկը ավասի քնացած հիվանդանոցի անգողինին վրա եւ աղավնիմը անոր վրա կանգնած է։ Լավ տեսակ։ Այս պատկերը բժշկուհի քույրը նկարած է։ Եվ այս բժշկուհը, այս պատկերը, որ նկարած է, քրարում մնալ կատարած է հետը։ Ինչ։ Որ այս մարդը, այս հիվանդը արդեն շաբաթ մնե հիվանդանոցն է եւ դժբախտաբար ովևէ մեկ այցելու չի եկած իրեն։ Ընտանիքի ովևէ մեկ անդամը չայցելած իրեն։ Բայց ամեն օր երեկոյեն առաջ, արևը մայր մտնել են առաջ, աղավնիմը հիվանդանոցի բադուանե ներս կմտնե եւ այս մարդուն վրա կնստի, ոտքերուն վրա, քանի րոպե կմնա եւ ապա կթրջի ու գերտա ամեն օր։ Եվ փանից դուրս կուքա վերջ հայտնի գլա, որ այս մարդը ամեն օր հիվանդանոցին դիմացը բզդիկ այքի մգա, այդ այքին գայցել է, աթորակի վրա կնստի եւ աղավներուն գեր կգերցնե, ջաշ կգերցնե։ Ու այս աղավնին որպես երախտագիտություն ինչպես դեսած է, քիծած է, որ այս մարդը հիվանդանոցի այդ սենյակն է, ամեն օր իրեն այցի գուկա։ Երբեմն սիրելներ կտեսնենք իսկապես գենթանական աշխարհի մեջ, թե ինչպես գենթանիներ, ըլլան շուներ, գադուներ, ոչխարներ, քարդուկներ, այծեր, ծիեր, գովեր, զանազան դեսակի գենթանիներ այնքան սեր գցուցապերեն իրենց դերերու նկատմամբ, մարդոց նկատմամբ, կզարմանանք, որ իսկապես այսքան սեր գունենա գենթանին անասունը հանդեպ մարդուն եւ անպայմանական սերմը որ չի բացադրվիր։ Եթե անասունը գրնա այդքան սիրել մարդը, ինչու համար մարդը չի սիրեր։ Ինչու համար ընտանիքի անդամները իրենց ծնողները չեն հարգեր։ Եվ բաժարապանություն չունին, Աստուծո դիմաց ընդունելի չեն այդպիսիները։ Հիսուսի ժամանակներուն ալ գային զավակներ, որոնք փոխանակ իրենց ծնողներուն օգնելու դաջարին տրամ կվճարեին, ղուրբան կվճարեին, նվիրատվություն գնային եւ կգարձեին, որ այդպիսով Աստուծո աչքին կմեծնային։ Տեսեք, Հիսուս այդ սովորության մասին, այդ ավանդության մասին փարիսեցիներ կհանդիմանե ու գսե։ Կգարտամ ցեզի Մատթեոսի ավետարանի 15-րդ համարը, 15-րդ գլխու ներողություն 4-ին մինչև
6 համարները։ Դեր Հիսուս գսե Աստված գսե բադվե հայրդ ու մայրդ եւ ուրիշներ մը գսե ով որ իր հայրը կամ մայրը անիծե մահվան պիտի դատաբարդվի։ Մինչ դուք գսեք ով որ իր հոր կամ մոր ասե այն օգնությունը որ ինձ մե պիտի ստանայր Աստուծո նվիրված է Աստուծո ղուրբան եղած է բարդավոր չէ հարկելու իր հայրն ու մայրը։ Ահա այսպիսով դուք Աստուծո խոսքը գանարքեք ծեր ավանդությունը բայելու համար։ Այսօր թշպախտապար զավակներ կան մեծահարուստ եղած են, բայց լքած են իրենց ծնողները։ Կրոնավորներ կան, որոնք կկարոզեն ծնողասիրություն, բայց լքած են իրենց ընտանիքները, իրենց ծնողները։ Խնամք չեն տանիր, ոչ ալ այցի գերտան։ Ինչ է մեծահասակ ծնողքի մը բահանջքը, խնդրանքը, որ միայն այցի երտանք իրենց, որ իրենց կողքինը լանք, իրենց ծերքը բռնենք։ Այսօր կան մեր ծնողները վաղը չկան։ Պողոս Արաքյալը երբ կխոսի այրիներու մասին, գսե իր Դիմոթեոս աշակերտին, թե որոնց պետք է այրի նկատել։ Եվ լսեցեք սիրելներ, պիտի գարտամ ցեզի առաջին Դիմոթեոսի նամակի 5-րդ գլուխեն 3-րդ համարեն մինչև 8-րդ համար։ Բադվե եւ խնամե այն այրիները, որոնք իսկապես որբևայրի են, որբ եւ այրի են։ Լսեցեք։ Իսկ երբ այրիմը զավակներ ու թորներ ունի, պետք է անոնք նային իրեն, որբեսի սորվին բարեբաշտությունը նախ դան մեջ գիրարգել, ծնողներեն իրենց դրված խնամքին փոխարեն հոգ դանելով անոնց, որովհետև Աստուծո համար այդ է իրավ եւ ընդունելի բարեբաշտությունը։ Ովև մեկը թող չսե ես բարեբաշտ եմ, Աստվածասեր եմ, երբ իր ծնողքին հանդեպ քուրքուրանք սեր չցուցաբերեր։ Անիգալա որդի կամ թորնիկ։ Թեկուզ գրոնավոր է, թեկուզ եկեղեցու մեջ կծարայ, թեկուզ հավատացյալ է։ Եթե բարեբաշտ կնկատի ինքզին, սակայն ծնողքին հոգ չի դանիր, անիգա Աստուծո աչքին ընդունելի չէ։ Իսկական այրին այն է, որ մեկը չունի, հույսը միան Աստուծո վրա դրած է եւ գիշեր ցերեկ աղոթքով ու խնդրանքով գանցնե իր ժամանակը։ 8-րդ համարը գարտամ գսե, իսկ մեկը, որ իրեններուն եւ մանավանդ իր ընտանիքի անդամներուն հոգ չի դանիր, այնպիսին իր հավատքը ուրացած մնե շատ ավելի քեշ, քան անհավատը։ Ահա լսեցիք սիրելիներ Աստծո խոսքը։ Ով որ իր ծնողքին հոգ չի դանիր, ուրացող մնե եւ շատ ավելի քեշ, քան անհավատը։ Ո՞վ մեկը չամարցագի այդպիսիներեն ասել ես հավատացյալ եմ։ Եթե հավատացյալ ես, ապա ծնողասեր եղիր։ Եթե Աստվածասեր ես, ցույց տուր ծնողներդ բադվելով ու սիրելով։ Ուզեցի այս առավոտ այս նախաճաշը պատրաստել, որբեսի արթնան զավակներ, անձնասեր չլան, ծնողներ չանարգեն, իրենց կատարած ովև մեկ բարեգործությունը Աստծո աչքին ընդունելի չէ, երբ չեն պատվեր իրենց հայրն ու մայրը եւ ծնողասիրություն չեն ցուցաբերեր իրենց ծնողներու նկատմամբ։ Հետևաբար, եկեք սիրելներ, ճշմարիտ հավատացյալներ լանք, պատվենք մեր ծնողները, քանի թեր կան, այն բոլորի ծառայության դիմաց, որ իր անոնք մեզի ցուցաբերեցին եւ որ մենք փոքր ենք։ Աստված թողորտնե բոլոր ծնողները, գիտակցություն տա բոլոր զավակներուն, իսկ բոլոր անոնք, որոնք ծնողները ննչեցին ու կացին, Աստված ողորմի անոնց հոգիներուն։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրտնյալ օր ձեր բոլորին։